Վերադառնանք վրացական խնդրին, վրացական անցակետում ստեղծված խնդրին, աղազի ունեք տեղեկություն, ինչու էր խնդիրը հենց հայկական կոնյակի հետ առաջացել։ Տեսեք, սա կարող է եւ որակական հարց լինել, եւ քաղաքական հարց լինել։ Երկուսն է չի բացառվում։ Նշեմ, որ 2022 թվականին Հայաստանի արտահանումը դեպի եվրո, դեպի ԵԱՏՄ աճել է ավելի քան 3 անգամ։ Ու հիմնականում դա աճել է ոչ թե որակի հաշվին, այլ քանակի հաշվին։ Այսինքն կոնյակն էլ մենք տեսել ենք, որ միանգամից 3 անգամ կոնյակի արտահանումը ավելացել է։ Հասկանալի է, որ մենք չունենք այդպիսի ծավալներ կոնյակի արտահանման եւ հասկանալի է, որ հայը դեպի Ռուսաստան սկսվել են արտահանել ոչ այնքան բարձր կոնյակի սպիրտային հիմքով կոնյակ, որը նույնիսկ կասկածելի ծագում կարող է ունենալ։ Այս տեսանկյունից կարող է եւ արդարացված լինեն այդ այսպես ասած կանգնեցումները, սակայն ավելի հավանական է, որ սա ունի քաղաքական բնույթ, ճիշտ Հայաստան հանդիսանում է ԵԱՏՄ անդամ պետություն եւ ըստ էության ԵԱՏՄ համաձայնագրի 4-րդ հոդվածի մեր պետությունների միջև պետք է մենք տեսնենք ապրանքների ծառայությունների, ինչպես նաեւ աշխատուժի, կապիտալի ազատ տեղաշարժ, բայց հասկանալի է ոչ մաքսատուրքային խոչընդոտներ կարող են ստեղծվել, որ խոչընդոտեն մեր ապրանքների արտահանումը, օրինակի համար մաքսատուրքերում որոշակի խոչընդոտներ ունելը, սա կարող է քաղաքական լինել։ Այսինքն երկուսն է չի բացառվում, որ որակի խնդիրներ կա, քաղաքական խնդիրներ կա, որովհետև շատ հաճախ դեպի Ռուսաստան գնացող ապրանքը ճիշտ է որակի խնդիր ունի, բայց դրա վրա շատերը աչք են փակում, որովհետև Ռուսաստանում կոռուպցիայի մակարդակը բավականին բարձր է։ Ինչն է արժևորում ռուբլին, Վաղասի։ Ռուբլուն ինչ է սպասում։ Ինչն է արժևորել ռուբլին։ Դա կոմպլեքս խնդիր է։ Հիմնականում ռուս-ուկրաինական հակամարտության տեսարականից այն, որ բոլորը տեսնում են, որ Ռուսաստանը ավելի հաղթական է այս պահին, ընդհանուր առմամբ նշեմ, որ փոխարժեքը իր մեջ ներառում է հավատ առույթի եւ պետության տնտեսության հանդեպ, ինչքան այդ հավատը մեծ է, այնքան փոխարժեքը ակում ունի ամրանալու։ Այսինքն, եթե տնտեսվարողները տեսնում են, որ ասենք պետությունը ավելի ամուր է կամ կա, հավատը այդ տնտեսության հանդեպ ամրանում է, ապա նաև փոխարժեքն է սկսում ամրանալ։ Այս պահին, այսպես ասած, ինչու համար արժեզրկվեց փոխարժեքը, բացի ասենք, եթե պատմությամբ նայենք, օրինակ 2022 թվականին, ինչու ռուբլին փոխարժեք արժեզրկվեց 1 դոլարը 70 ռուբլուց այն ժամանակ, մինչև 110, որովհետև բացի սանկցիաներից համաշխարհային խաղացողները կորցրեցին հավատը Ռուսաստանի տնտեսության հանդեպ, դրա համար արժեզրկումը տեղի ունեցավ։ Դա պատճառներից մեկն էր։ Այս պահին հակառակն է տենդենսը, տեսնում են, որ առաջին հերթին Թրամփի կառավարությունը որոշակի, այսպես ասած, զիջումների է գնում Ռուսաստանի կառավարությանը եւ այս վերջին ընթացքում նաեւ այսպես ասած Զելենսկիի կառավարությանը ընդհանրապես չի օժանդակում, նույնիսկ խոսապում է, համարելով, որ այս հակամարտությունը արդեն իսկ պարտված է։ Դրա համար համաշխարհային խաղացողները տեսնում են, որ հավատը բարձրանում է Ռուսաստանի եւ ռուսական տնտեսության հանդեպ եւ ռուսական ռուբլին ամրանում է։ Եթե այս նույն տրամաբանությամբ գնա եւ Ռուսաստանը իրականում հաղթանակի կամ իրականում շարունակի ավելի տարածքներ գրավել, քանի որ նորից նշեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգների ուշադրությունը Ուկրաինայից այս պահին շեղվում է դեպի Իրան Իսլամական Հանրապետություն, այնքան ռուբլին շարունակել է ամրանալ։ Սա ասենք որպես սա այսպես ասած կոմպլեքս մենք պիտի հասկանանք, որովհետև մի տեսանկյունից ռուբլու ամրացումը խթանելու է
Հայաստանի Հանրապետության ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ կարող է մեծանալ կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից եւ արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Մյուս կողմից էլ, քանի որ այսպես ասած զինամթերքը շեղվել է դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն եւ ամբողջ ուշադրությունը, դա բացասական կանդրադառնա մեր հարավային հարևանի Իրանի Իսլամական Հանրապետության վրա եւ այստեղ մենք կարող ենք կրել այդ ուղղությամբ տնտեսական վնասներ։ Ինչքան այդ պատերազմը արագորեն դադարվեցի, այնքան մեր օգուտն է, բայց այս պահին տնտեսական վնասները դեռևս չեն զգացվում, սակայն եթե շարունակվի, մենք դրանք կզգանք, նաև կզգանք, կարող ենք զգալ մարդկանց արտահոսքը Իրանից դեպի Հայաստանի Հանրապետություն։ Դե այդ արտահոսքը արդեն կա, գալիս են տարբեր երկրների քաղաքացիներ, բայց ամենակարևորը կանգնել է զբոսաշրջությունը Իրանից դեպի Հայաստան։ Մեկ անգամ եւս կարող եք հարցը կրկնել, կներեք ինձ։ Իրանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքն է կանգնել։ Այո, այս պահին այդ հոսքը կանգնել է, որովհետև Իրանի Իսլամական Հանրապետությունը իր խնդիրները ունի։ Դե մենք այստեղ արդեն կոնկրետ վնասներ կրում։ Սակայն եթե խնդիրը շարունակվի, մենք կստեսնենք ոչ թե զբոսաշրջիկների, այլ ռելոկանտների հոսք, բայց տեսնենք, իրականում իրավիճակը բավականին բարդ է, Թրամփի կառավարության որոշումները այսպես ասած, հույս կար, որպեսզի որոշակի նորմալիզացում մտցնեին համաշխարհային տնտեսական դաշտում Թրամփի կառավարությունը, որովհետև նախընտրական արշավում որոշակի տարօրինություն է խոսք տվել եւ ավելի ուշադրություն դեպի ներքին Ամերիկայի Միացյալ Նահանգների խնդիրների վրա, բայց մենք տեսնում ենք, որ դա այդպես չէ, որ անվերջ պատերազմների քաղաքականությունը շարունակվում է եւ ասենք արդեն իսկ ուշադրությունը շեղվում է ոչ թե ռուս-ուկրաինական պատերազմ, այլ միջին արևելք։ Բացի այդ, մենք տեսնում ենք, որ Թրամփի կայացած որոշումները ավելի շատ խուճապ են հանգեցնում համաշխարհային շուկայում, կարող են օրինակի համար այս վերջերս Թրամփի կայացած որոշումները, որ մաքսատուրքեր է դնելու բոլոր աշխարհի պետությունների վրա, հետո կամաց դրանք չկատարեց այդ մաքսատուրքերի պահով, դա էլ է բացասական անդրադառնում եւ անորոշության դաշտը մեծացնում համաշխարհային շուկայում եւ եթե նույն շարունակությամբ շարունակվի, կարող է այս ամենը նույնիսկ ինչու ոչ բերել համաշխարհային ճգնաժամի եւ Ամերիկայի դիրքերի զիջմանը, որ նույնպես մեզ ձեռք չէ տալիս, որտեղ ուշ թե շուտ դա էլ է մեզ հարվածելու։